Այս անգամ գերի չտարավ, մտավ անսպասելի, սաղին մորթեց։ Կարձակվեք թուրքի վրա գիշերը։ Եվ այս գիշերները համար կդարձրենք իրական դժող։ Վայ նրան, ով արժանացավ այից ասումին։ Հիմա ինձ ասեք երբ եք հարձակվում արջուտի վրա։ Այսօրվա պես գիշեր ես, պարապետ։ Չէ, այդ ժամին մեզ արդեն սպասում են։ Հայեր։ Լուսադեմին։ Առաջ! Սպարապետ! Պարկեք։ Ամենածանրն արդեն անցել է։ Ձեր կենքին էլ վտանգ չի սպառնում։ Շատ պինդ մարդ եք։ Սիմոնյանն է ասում։ Սիմոնյանն ով է։ Ձեզ բուժող բժիշկը։ Զրուցել եք հետը չեք հիշում։ Չեմ հիշում։ Ես հիմա որտեղ եմ։ Հիվանդանոցում։ Հասկանում եմ, որ հիվանդանոցում եմ աղջիկ ջան, բայց որտեղ։ Երևանում։ Այո, Երևանում եք։ Քաղաքային հիվանդանոցում։ Դուք արյուն շատ եք կորցրել։ 2 օր անգիտեկից էիք։ Փառք Աստծո փամփուշտը հանեցին։ Միայն 2 ողը ջարդվել, պետք է անշարժ մնաք։ Պարկեք։ Մի շաբաթից ձեզ դուրս կգրեն, բայց մի ամսի չափով ակտիվ գործողությունները հակացուցված են։ Սիմոնյանի կարգադրությունն է։ Գրիվն ինչ եղավ։ Նժդեհի ղեկավարած կռիվը ոնց պետք է լիներ։ Պողոսն ասում է, ոչ մի թուրք ողջ չմնաց, ոչ մեկը։ Իսկ ամերոնցից 3 օրվա մեջ 2 զոհ միայն։ Աստորեն, առաջ օրվանից հետո զոհ չունենք։ Իսկ ուր է Պողոսը։ Պողոսը 2 օր ձեր կողքից չհեռացավ։ Համոզվեց, որ լավ եք ու նոր միայն մեկնեց։ Լավ բաներ ես ասում։ Անունդ ինչ է։ Գոհար, Որտեղից ես։ Զանգեզուրից։ Գոհար Մելիք Դադայան։ Աղծախող Պողոսի աղջիկն է։ Մելիքներից։ Գիտեմ։ Լավ։ Դուք հանգստացեք, ես դուրս գամ շրջայցի։ Շուտով կգամ։ Ինձ կարգադրված է ձեզ անձամբ խնամել։ Բայց եթե կարիքս ունենաք, անմիջապես կանչեք։ Սիմոնյանին հաղորդիր, որ նժդեհը գիտակցության է եկել, լավ։
Նժդե ապաքինվում է և շուտով միանալու է մեզ։ Կարսն ու Ալեքսանդրապոլը ամոթալի կերպով հանձնվեցին։ Սակայն իրավունք չունեին հանձնվելու, որովհետև մեր քաղաքական գործիչները Թիֆլիսում քամակ ու աթոռ են մաշում և ամենևին էլ հայրենասեր չեն և տառապում են հայի օտարի մեջ եղբայր տեսնելու հիվանդությամբ։ Ինչ է նշանակում հայոց զորքին հրամայելը, որ թողնեն Սուրմալուն և Սուրբ Էջմիածինը և դեռ կաթողիկոսին էլ խնդրեն, որ մայրաթոռը տեղափոխի Սևանի վանք։ Կա ավելի մեծ հիմարություն և խայտառակություն։ Աստված երկար կյանք տա մեր վեհապարին, որն ասել է, թե հայոց զորքը չի կարողանում պաշտպանել իր սրբությունը, հապա ինքը սուր կվերցի և կմեռնի Սուրբ Տաճարի շեմին։ Սակայն մենք հաղթեցինք։ Թուրքերի առաջ խաղացումը կանգնեցված է, Սարդարապատը, Ղարաքիլիսյան, Բաշապարանը ազատագրված է։ Հարդանելում մենք հաղթեցինք բրիտան-ավստրալական դեսանտին ջախջախած Վեի Փաշային ու իր ասկերներին, որովհետև սա պարզապես կռիվ չէ, սա ազգային, ազատագրական պատերազմ է, համաժողովրդական կռիվ ու փառք մեզ ղեկավարողներին, Դերոյին, Փիրումյանին, Անդրանիկին, Նժդեին ու փառք հայ ազգին ու նրա ոտքի ելած առյուծ զավակներին։ Ուրա! Ուրա! Ծնացան կեր, էնարազինը մենք մատաղ, արազապիտ ծնացան կեր, էնարազինը մենք մատաղ, Ոտ բանտերում տանջվածան կեր, Սորբ տանջանքիտ մենք մատաղ, Ոտ բանտերում տանջվածան կեր, Սուրբ տանջանքիտ մենք մատաղ, Ուրա, 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 Քաշ դժդեհի սուր է շողշողա, Շողշողա, հուրա, 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 հեյ, երագույնը թող Սակայն մենք տոկունությունը կորցնելու և հանդարտվելու իրավունք չունենք, քանի դեռ թշնամու ոտքը չի կտրվել մեր Հայաստանից։ Վեհի բենվերի ցուցումով հաշտության պայմանագիր է ուզում մեզ հետ կնքել, սակայն մենք լավ գիտենք, որ դա նրանց պետք է ընդամենը շունչ քաշելու համար։ Նժդեը շուտով վերադառնալու է, և մենք շարունակելու ենք մեր սրբազան պատերազմը, և թեկուզ այն տևի հավերժ, միևնույն է, մենք ենք լինելու հաղթողը։ Եկել եմ ձեզ հայտնեմ, որ ղեկավարությունը հայցում է ձեր ներողամտությունը պատահած թուրիմացության կապակցությամբ։ Ոչ ոք չի ուզել ձեզ վիրավորել։ Եթե կարող եք մոռացեք տհաճ խոսակցության մասին։ Պարզ է։ Աղակյանն ուղարկել է ձեզ, որպեսզի հարթեք մեր հարաբերությունները։ Ինչից կարելի է ենթադրել, որ ես դեռ պետք եմ ձեր ղեկավարությանը։ Լսում ես ով անես։
Մուգաբեն դարձել է քաղաքավար եւ կիրթ։ Բայց մենք իսկապես Վատ նշան է։ Ես ձեր ասած ոչ մի բանին չեմ հավատում։ Բայց մենք իսկապես պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները կապված Վրացյանի նամակ գրելու հետ։ Դուք արդեն Դևեջյանի հետ քննարկել եք մանրամասները։ Կապիտան, թողեք այդ ձևականություններն ամոթ է։ Դուք պատկերացնում եք, թե ինչ կարող է զգալ ինձ նման հայրենասեր մարդը, որ ինքնակամ հանձնվել է սովետական հետախուզությանը իր հայրենիքին օգտակար լինելու համար։ Բայց փոխարենը նրան 4 տարի խոշտանգելուց հետո դատապարտում են ապրիլի 24-ին, դատապարտում են 25 տարվա ազատազրկմամբ։ Ես կարող եմ հանգիստ անցնել Ամերիկա կամ Շվեյցարիա։ Եվ այդ չարեցի։ Հանձնվեցի սովետներին, որպեսզի կարողանամ պայքարել Արևմտյան Հայաստան ազատագրելու համար։ Իսկ ձեր ղեկավարությունը վախեցնում է գնդակահարությամբ։ Դուք պատկերացնում եք իմ վրդովմունքը։ Պատկերացնում եմ։ Ոչ մի բան էլ չեք պատկերացնում։ Պատկերացնում եմ։ Դուք էլ Աղեքյանի նման Մոսկվայի հրանգները հելու են ազատ կատարողներ եք։ Իսկ կատարողները մտքեր չեն ունենում երբեք։ Մինչդեռ միտք ունեցողները վտանգավոր են այս երկրի համար։ Դրա համար էլ ես ու Դևիջյանը բանտում ենք։ Հավատացեք, ես միայն կուրորեն հրահանգ կատարող չեմ։ Ես էլ հայ եմ, սիրում եմ իմ հայրենիք։ Անձամբ ինքս տեսել եք, ներկա եմ եղել Աղեքյանի մոտ ընդամենը որպես գրագիր։ Եվ անկեղծ եմ ասում, ձեր ճակատագրում ոչ մի մասնակցություն չեմ ունեցել։ Պատերազմում եղել եմ հրետանավոր։ Իսկ երբ հասկացա, որ Թուրքիայի վրա ռազմարշավ չի կազմակերպվելու, դուրս եկա բանակից ու մտա հետախուզություն։ Իմ նախնիները Մակու քաղաքից են եղել։ Սուլթանի կողմից գերվել են ու զրկանքներ կրելով փախել են։ Ես էլ ձեզպես Արարատյան հայերից եմ, հայրենասեր։ Հայրենասեր։ Գիտեմ հիմիկվա հայրենասերներին։ Ձեր հայրենասերության չափաբաժինը նույնպես Մոսկվան է տալիս։ Հայրենակ դուք ամուսնացած եք։ Ամուսնացած եմ։ Քանի երեխա ունեք։ 2 որդի։ Եվ երևի թե անունները դրել եք Օլեգ, Վոլոդիա կամ նման բաներ չէ։ Ոչ, մեծի անունը Մեսրոպ եմ դրել, փոքրինը Վահագն։ 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 Իսկ ձեր անունն ինչ է, կապիտան։ Վաչե։ Ձեր անունը Վաչե չէ։ Ձեր անունը Վաչագան է, հայտնի լինի ձեզ։ Ես ձեր մասին դեռ մորից եմ լսել, սպարապետ։ Վաչագան մեր կռիվը Թուրքի հետ դարավոր է և դեռ շատ երկար է տևելու, որովհետև մեր իդեալները տարբեր են։ Թուրքը միշտ ցանկացել է զավթել, գրավել Կովկասը, Բալկանները և մյուս թուրքալեզու ժողովուրդների հետ միանալով նորից վերականգնել Օսմանյան կայսրությունը մեծ Թուրանի անվան տակ։ Թուրքը ստոր է, վախկոտ և մեջքի հետևից խփող։
Իսկ հայը որ ազնիվ է եւ զավթող չի եղի երբեք կանգնած է նրա ճանապարհին։ Հասկացիր ծա եւ բացատրիր քո որդիներին։ Վաճական հայերը պետք է միանան, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, անկախ իրենց սոցիալական վիճակից, անկախ նրանց աշխարհագրական ցակ ու ցրիվ վիճակից, ինչպես Սարդարաբադի օրերին։ Եվ նորից պետք է ապրեցնեն ցակ ու ցրիվ եղած մասնատված ծվեն եղած Հայաստանը։ Եթե գիտակցում եք այս ամենը, ուրեմն օգնեք մեզ կապվել Վրացյանի հետ, որպեսզի կարողանանք այդ պայքարի դրոշի ներքո ներգրավել նաև Սփյուռքի հայությանը։ Ինչով որ կարողանամ կօգնեմ։ Ուրեմն մեզ բավարար չափով թուղթ եւ մատիտ տվեք, որպեսզի Դավիթյանի հետ կարողանանք նամակը կազմել։ Եղավ։ Պաստորեն ես կարող եմ զեկուցել իմ ղեկավարությանը, որ դուք պատրաստ եք վերսկսել համագործակցությունը մեզ հետ եւ աշխատել նամակի վրա։ Այո, վաճական։ Հանուն հայրենիքի փրկության ես պատրաստ եմ Աղեքյանի նմանների հետ համագործակցել։ Եղավ։ Գարեգին, կարծում եմ սառույցը շարժվեց, հա։ Շարժվեց Հովանես, բայց թե որ կողմ դեռ հայտնի չէ։ Ճիշտ ասած, չեմ կարծում, որ այս ամենը քո սիրտը շահելու համար բեմադրված ներկայացում է։ Սովետները իսկապես հետաքրքրված են քո առաջարկներով։ Փառք Աստծո, որ Կարմիր Հայաստանը միայն Աղեքյաններով չէ լցված։ Այլ գոյություն ունեն այսպիսի երիտասարդներ։ Այլապես նորից պետք է տային գլխներիս եւ հավաքեին Բամսկես Հայաստան աշխարհ։ Вот сука, а! Գիտես, Գարեգին, մի բանում ես ՄԳԲ-ի հետ համաձայն եմ։ Եթե Վրացյանին ուղղված մեր նամակը տպագրվի Սփյուռքի մամուլում, ամբողջ աշխարհը կիմանա, որ մենք դեռ չենք գնդակահարված, որ մենք ողջ ենք։ Իսկ դա իսկապես կոգևորի արտասահմանում ապրող մեր եղբայրներին վերսկսելու պայքարը Արևմտյան Հայաստանը Թուրքից ազատագրելու համար։ Եթե տեսնի նամակի տակ մեր երկուսի անունները, նա կհավատա։ Բացի այդ, դա լավ առիթ է նրա համար, ապացուցելու, որ նա կրկին զբաղված է ազգայնասեր գործունեությամբ, այն էլ այսպիսի մեծ մասշտաբներով։ Փաստորեն բացի կնոջիցս ես ողջ աշխարհի համար մեռած եմ։ Ուղղական եմ։ Ի ուրախություն իմ դրի շվակից փախչող թուրքերի։ Մենակ դու չես Գարեգին, մենք էլ ենք ուրվական։ Եթե հավատանք սրանց ասածներին, որ կինս տեղյակ է, որ ես ողջ եմ, բայց նա չգիտի, թե ես որտեղ եմ, որ երկրում եմ։ Երբեք չթողեցին, որ մի երկու տող գրեմ կամ ստանամ նրանցից։ Կներես, բայց պիտի ասեմ, այդ դու բանտ նստեցիր, նոր հիշեցիր, որ ամենից զատ նաև ամուսին ես։ Հովանես, կարվի թողու բոյի մեջ ինչ ամուսին, երբ զբաղվեի ընտանիքով, ոնց զբաղվեի։
Ուզում էիր ասել ընտանիքներով էլ։ Չէ որ հայրենիքը սկսվում է հենց ընտանիքից։ Ջուր բերեք։ Ջուր բերեք։ Պատերազմի ժամանակ կամ զինվոր ես կամ ամուսին։ Գոհար Դադայան, բարև ձեզ, Կարնիկ Ասատրյան։ Եփրեմ Հակոբյան, բարև ձեզ։ Հաճելի է։ Ներեցեք անհանգստության համար։ Դուք, եթե չեմ սխալվում, հիվանդանոցից բացի նաև որբերի օթևանում եք աշխատում։ Հա, ուզում եմ ասել, մանկավարժական փորձ եւ սեր երեխաների հանդեպ ունեք։ Այո, բայց ինչի համար եք հարցնում։ Մենք տեղեկացանք, որ դուք կրթված եւ ուսյալ կին եք, եւ ուզում ենք ձեզ աշխատանք առաջարկել Երևանի նոր բացվող դպրոցում։ Ավակ դպրոցի բարձր դասարանցիներին պիտի հայերեն դասավանդեք։ Գիտեք, որքան սովորելու ցանկություն ունեցող կա, հաշվել չի լինի։ Հայ միջելոց կառավարությունը խոստացել է, որ աշխատավարձը բարձր է լինելու։ Ու հիանալի ճաշարան ունենք։ Ուսուցիչների համար նշանակելի զեղչեր են նախատեսված։ Գառնիկ, Շնորհակալ եմ, պարոնեք, բայց չեմ կարող։ չեք կարող։ Պատճառը կասեք։ Նժդեհը թույլ չի տա, որ դասավանդեմ։ Որբերը փողոցներում են, ես դաս տամ։ Որբերին մայր է պետք։ Ներեցեք, ցտեսություն։ Նժդեհը։ Զորավար Նժդեհը։ Նա ձեր ինչն է։ Իմ ամուսինն է։ Կներեք, ցտեսություն։ Բայց Գոհար, մեր ողջույնն ու հարգանքները զորավարին։ Ով էր։ Փախստական էր, համր, շոր չուներ հակնելու, շապիկս տվեցի։ Դու էլ մետաքս շապիկ չունես։ Գոհար, հայրենակարոտ մարդուն ոչ միայն պետք է սիրտը տալ, այլ նաև կաշին։ Բան է պատահել։ Բա այսքան գիրքը ինչ եք անելու։ Որբանոցների համար եմ հավաքել 2 ամսում։ Բարև Գոհար։ Բարև։ Բարև ձեզ։ Մեկնում ես։ Մենք դրսում կսպասենք։ Պողոս։ Այո, մեկնում եմ։ Այս անգամ 2 օր էլ չմնացիր։ Երբ պիտի խաղաղվի։ Չեմ ուզում էլ կռիվ գնաս։ Ուզում եմ կողքիս մնաս միշտ։ Ես զինվորական կյանքի մարդ եմ, Գոհար։ Ու սովորական մարդկային ուրախությունով չեմ կարող ապրել։ Ինչ մի ամիտ է, երբ մտածում էի, որ զինվորականի հետ կարելի է երջանիկ լինել։ Լսեցի՞ր։ Մենք տարբեր երջանկությունների ենք ձգտում։ Քոնը պարզ է, իսկ ինձ համար միայն մի երջանկություն կա։ Տեսնել իմ երկիրը ազատագրված։ Ասես ամբողջ աշխարհը դուրս է եկել Հայաստանի դեմ։ Սպանում են, ոչնչացնում, կամ են լավագույն դեպքում անտարբեր նայում, թե ինչպես են
հին ու նոր բարբարոսները գիշատիչի պես ծվեն անում այս ազնիվ հողը։ Ես գալիս եմ քեզ հետ։ Գարեգին, ես գալիս եմ քեզ հետ։ Մի ասա ոչ, խնդրում եմ, Գարեգին։ Սիրելիս։ Դու ոչ մի տեղ չես գալիս։ Դու մնա ունեցիր մեր զավակին։ Ես գնում եմ, որովհետև ուզում եմ, որ դու վայելես մայրությունն ու չվախենաս, որ քո զավակը իր սեփական հողում ճորտ կլինի ուրիշի ձեռքում։ Ես կսպասեմ քեզ։ Եթե անգամ չգաս։ Ես գիտեմ, որ այլ տարբերակ չկա։ Սա իմ խաչն է։ Հիմա թող քո խաչը քո թալիսմանը լինի։ Շնորհիվ Նժդեի Զանգեզուրը չդարձավ Ադրբեջան։ Հիմա նա ձգտում է նոր ճակատամարտի։ Այս անգամ Արևելյան Հայաստանը ազատագրելու համար։ Լավ, ուրեմն ձեր կարծիքով այդ վրացյանը ինքան է վստահում Տեր Հարությունյանին ու ձեզ, որ ձեր մի նամակով կսկսի Սփյուռքի հայությանը համախմբել Թուրքիայի վրա հարձակվելու համար։ Վրացյանը նախկինում եղել է վարչապետ եւ մինչեւ հիմա մեծ ազդեցություն եւ կապեր ունի դաշնակցության շարքերում։ Բայց առաջին հերթին նա վստահում է ինձ։ Դրա համար էլ այդ նամակը պետք է գրված լինի ոչ միայն Նժդեի անունից, այլ նաեւ իմ առաջին հերթին, նախ եւ առաջ իմ։ Դուք ինձ ասեք, ինչ մարդ է Տեր Հարությունյանը։ Գիտեք, այսպիսի խոսքը տարիները փոխում է մարդկանց, բայց Նժդեին դա չի վերաբերում։ Զանգեզուրում ձևավորված իր կառավարության մեջ նաև վարչապետ էր եւ ռազմական նախարար եւ արտաքին գործերի նախարար։ Բայց դուք էլ կայիք նրա կառավարության մեջ։ Այո, ես լուսավորության եւ արդարադատության նախարար էի։ Նա մեկնեց Ամերիկա իր այդ ցեղական շարժումը պրոպագանդելու համար։ Ցեղական շարժումը ինչ բան է։ Ցեղակրոնը, ինչպես ասեմ, դա փաստորեն հայկական արիական ռասայի փառաբանումն է եւ երկրպագումը։ Ինչպես նաև շարքերում զտարինության պահպանումը, կարճ ասած, ֆաշիզմ։ Ուրեմն ձեր ասելով Նժդեն ֆաշիստ է, ֆաշիստ։ Չէ, այսինքն ես չեմ կարող պնդել այդ, բայց փաստորեն պատերազմից առաջ Նժդեը շատ ակտիվորեն համագործակցում էր գերմանացիների հետ, հայ ռազմագերիներից։ Նժդեը գտավ մոտ 40 մարդ, լավ արժեցրեց եւ հետո այդ հայկական դիվերսիոն խումբը ուղարկեց Ղրիմ սովետական բանակի դեմ կռվելու համար։ Вот гада. И такая сволочь, вместо того, чтобы быть расстрелянной, повышает на меня голос в моем же кабинете. Ладно, на сегодня хватит. Абовян! Увези заключенного. Ներեցեք իհարկե, բայց
Չէ որ դուք ասացիք, որ եթե ես համաձայնեմ միջնորդել, որ Նժդեի նամակը հասնի Վրացյանին, դուք կվերանայիք իմ պատժաժամկետը։ Ձեզ քիչ է, որ ձեր ընտանիքը աքսորվելու փոխարեն անվնաս ուղևորվում Արգենտինա։ Թե ձեզ թվում է, որ համագործակցում եք մեզ հետ, մեծ լավություն եք անում։ Չէ, մի մոռացեք, որ ես փաստորեն իմ կամքով եկա այստեղ եւ ցանկություն հայտեցի օգնելու ձեզ։ Բարի կամքով ես օգնում, քո ոտքով ես եկել։ Ты на него посмотри. У тебя что, есть другой выход? Չէ, ես պարզապես ուզում եի ասել ընկեր գնդապետ, որ Тамбовский волк тебе, ընկեր։ Увести. Еще и торгуется, мать его. Овсепян, прочти, что там ты подготовил. Լսում եմ ընկեր գնդապետ։ Խորեն։ Լուսաբացից քեզ եմ փնտրում, այդ տղա ուր ես։ Ժամերով ձեր եմ տալիս չկաս։ Նամակ կա ուղարկելու։ Դու մոռացել ես կարգու կանոնի մասին։ Չէ, սպարապետ ջան, մոռացալ չէ։ Քշացալ էի գյուղ։ Մին հոտ քաշի։ Հոտ քաշի։ Թոնդ է երևում։ Թունդ։ Սա աշխարհի ամենաթունդ դերակն է։ Հորս մի աչքալ ես եշում։ Խորենաց ենոքի երեղին հերեղ կասնի մեր սարերումը։ Հա, բայց ինչ առիթով ես որոշել խմել։ Էն էլ առավոտը։ Ես խոմինակ չեմ խմելու սպարապետ ջան։ Հեսա ես ինչ քեֆ ենք անելու խուրբանին եմ։ Քեֆ։ Ինչ քեֆ խորեն։ Հեսա տղեր կգակյան կգիտես։ Ում ես կանչել խորեն։ Լսես, ինչ ես քեզ ու քեզ սեղան ես գցում, քեֆ ես անում, մարդ ես կանչում։ Մենք դրա համար ենք այստեղ։ Արագ հավաքի սեղանը։ Քեֆ է կազմակերպել։ Հորես բարկանում սպարապետ ջան։ Հա դուզա ես պատար կուճիր մարդ եմ կուշտաբում, ընդամենը գրագիր եմ։ Բայց ես անտեր կյանքից քիչում չես կանում եմ էլի։ Հեսա տղեր կգյան։ Դու կուպերանավը կասես վեր դուզ եմ մրալ։ Ասում եմ արագացրու հավաքի ես ամենը։ Մի հավաքիր։ Սրտան շնորհավորում եմ սպարապետ։ Սրտանց կիսում եմ քո ուրախությունը։ Նորամուս սպարապետ։ Հա, Բողոս։ Դարդոտ, Մի բան ասա, ես նրանցից գլուխ չեմ անում։ դարդոտ։ Ատեվասու։ Ու հես դարձել, սպարապետ։ Գոհարը Երևանում աղջիկ ա ունեցել։ Սեղանը գցի, շոմարը։
դուստրդ էլ մայրն էլ առողջ են, բարք տիրոջը։ Դե Պողոս, մի կենացել դու ասա։ Սպարապետ, ես խմում եմ քո աղջկա կենացը։ Եվս մի հայ թակուի ծնվեց, հայ աշխարհում։ Քո ցեղի շարունակողը, նժդեհի ցեղի։ Աղջկատ կենացը։ Սպարապետի ցեղը շարունակողի կենացը։ Աչքներս դուրս սպարապետ։ Աչքներս դուրս։ Խմենք թող դուշմանն իմանա, որ հայոց աշխարհում միշտ նոր ծնունդ ու կեվերա լինելու։ Այո, ապրես Գորոյան, ապրես։ Այո։ Դերդա Դերդա նավերը կելեր թանք սարնի սասու Սեղնիմ տուն, դունեղիսուն վախ, ես սեղնիմ տուն, դունեղիսուն Դրդո դնովեր դու հագերիս կարմիր սոլեր Երթանք շապատ մերգուս մնանք չոլեր Դրդո իմալ են իմ աստու սիրուն իմալ են իմ աստու սիրուն հորի չի դաս բակմը